Կաթի սերուցքը լինում է տարբեր յուղայնության։ 10%-անոցը օգտագործվում է սուրճ պատրաստելիս, 20%-անոցը սոուսներ, իսկ 33-ից բարձր օգտագործվում է հարած սերուցքով կրեմ ստանալու համար։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք կաննոլի։ Սա իտալական խոհանոցից համեղ անուշեղեն է, որը պատրաստում են պաստա կանելոնիից։ Պաստա կանելոնին տապակում ենք առատ բուսեողի մեջ։ Բուսեողը պետք է շատ տաք լինի։ Կանելոնիները կարմիրացնելուց հետո հանում ենք անձեռոցիկի վրա։ Այնպես ենք հանում, որ յուղը մնա տապակի մեջ։ Նույն կերպ տապակում ենք մնացածը։ Խմորե խողովակները հովանալուց հետո կթաթախենք մեղրի մեջ։ Թող հովանան, իսկ մենք անցնենք առաջ, պատրաստենք լցոնը, այսինքն կրեմը։ Վերցնում ենք 33%-անոց կաթի սերուցք, ավելացնում ենք մառանիկ ընկերության շաքարի փոշի, վանիլին, կաթնաշորը ավելի ուշ կխառնենք։ Հարում ենք այնքան, մինչև մակերեսին ալիքներ ձևավորվեն։ Ավելացնում ենք կաթնաշորը և կրկին հարում։ Կարելի է մաս-մաս ավելացնել։ Մնացածն է լցնենք և կարծես թե գործը գլուխ է բերում։ Այսինքն ստացվում է գործը։ Գթալով սուզենք։ Միգուցե ամանը փոխենք։ Հեշտացնենք կյանքը։ Օգնության է գալիս սիլիկոնե բահիկը։ Հարում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք։
Շատ լավ ստացվեց։ Դու մնա դեռ։ Ընկույզ ենք բովում։ Ուր է ընկույզը։ Թող բովվի։ Բովելուց հետո կլցնենք հարիչ համանի մեջ և կմանրացնենք։ Կրեմը տեղափոխում ենք խոհարարական ձագարի մեջ։ Կողքնը մի խանգարիր։ Վերջ դու քո գործը արեցիր։ Սա թող մնա ավելի ուշ ենք օգտագործելու։ Կանելոնիները արդեն հովացել են, բայց ոչ թե կթաթախենք մեղրի մեջ, այլ մեղրը կքսենք հետո, ձևավորելուց հետո վրան, այդպես ավելի հեշտ կստացվի։ Հավաքում ենք կրեմը։ Լցոնում ենք գլանները։ Լցոնելուց հետո շարում ենք ափսեի մեջ։ Կրեմ լցնելուց հետո թաթախում ենք երկու ծայրը ընկույզի մեջ մանրացրած և շարում ենք մատուցվող ամանի մեջ։ Վրաները կսում ենք մեղր։ Վրան շաղ ենք տալիս Մառանիկ ընկերության կոկոսի քերուկ։
Եվ վերջ կարելի է մատուցել։ Կանոլի։ Առատ բուսայուղ տաքացնել, կանելոնիները տապակել մինչև կարմրեն, տեղափոխել անձեռոցիկի վրա, ընկույզ բովել, մանրացնել։ Կրեմի համար 33% յուղայնության կաթի սերուցքին շաքարափոշի և վանիլին ավելացնել, հարել։ Երբ մակերեսին ալիքներ ձևավորվեն, կաթնաշոռ ավելացնել, շարունակել հարել։ Կրեմը լցնել սննդային թաղանթից խոհարարական ձակարի մեջ, եզրերը հավաքել, ծայրը կտրել, սառած կանելոնիները լցոնել կրեմով, ծայրերը թաթախել մանրացրած ընկույզի մեջ։ Կանոլիներին մեղր քսել, կոկոսի քերուկ շաղ տալ։ Եվ վերջում կառաջարկեմ միասին պատրաստենք բազուկով, մարինացված ձկով աղցան։ Իհարկե բացի այդ երկուսից կլինեն նաև ուրիշ բաղադրիչներ, հենց նրանցից է կսկսենք ավելի կոնկրետ, կսկսենք խնձորից։ Նախ տեղադրենք տախտակ։ Կլպում ենք խնձորը։ Իդեպ, եթե հետաքրքիր է, ասեմ, սա իմ այգու խնձորն է։ Շատ համեղ, հյութալի։ Հեռացնում ենք սերմնա տուփը։ Դրսում անձրև է, ամպրոպ է, իսկ մեր մոտ շատ տաք, ջերմ մթնոլորտ։ Կտրատում ենք մանր։ Որպեսզի խնձորի գույնը չմքանա, կցողենք կիտրոնի հյութով։ Քամում ենք կես կիտրոն։ Կիտրոնի կլեպը կպահեմ վերջում տախտակ մաքրելու համար, մանրեազերծելու համար։ Իսկ հյութի մի մասը կլցնենք խնձորի վրա։ Մնացած կեսը ինձ ավելի ուշ պետք կգա։ Այս աղցանի համար մեզ հարկավոր է նաև գլուխ սոխ։ Կտրատում ենք գլուխ սոխը մանր։ Սոխը նախապես մարինացնում եմ։ Հենց նրա համար էլ պահել է հյութի կեսը, կիտրոնի հյութի կեսը։ Կհամեմեմ սոխը մառանիկ ընկերության աղով, շաքարավազով, տրորում ենք։ Թող մնա, մարինացվի։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա կարտոֆիլն է, որը նախապես խաշել եմ։ Վերցրել եմ կարմիր կարտոֆիլ։ Այն մի քիչ քաղցրոտ է։ Կտրատում ենք մանր խորանարդիկների։
Սա լցնում ենք անմիջապես խնձորի վրա։ Եվ տակնու վրա ենք անում, որպեսզի խորանարդիկները առանձնանան։ Կավելացնեմ պահածոյացված կանաչ ոլոր։ Հերթը հասավ մարինացված ձկանը։ Սա իշխան է, անձամբ ինքս եմ մարինացրեմ։ Շատ հաճելի հոտում։ Չնայած եթե հաճելի ասում եմ բույր, բայց երբեմն օգտագործում եմ նաև հոտ բառը։ Հոտավետ, օրինակ հոտավետ ծաղիկներ։ Եվ մնաց վերջին բաղադրիչը։ Վերջին բաղադրիչը դա բազուկն է։ Կարող եք ձեռնոց օգտագործել, կարող եք կտրատել, հետո ձեռքը տրորել կիտրոնով, կիտրոնի հյութով անցկացնում է գույնը։ Սա էլ կտրատենք խորանարդիկների։ Բազուկը կտրատելուց հետո կմշակենք բուսայուղով։ Դա անում եմ նրա համար, որ մնացած բաղադրիչները այդքան չներկվեն։ Մի քանի կաթիլ բուսայուղ ենք անում և խառնում։ Այլ այստեղ։ Այժմ եթե լցնենք, մնացած բաղադրիչները չպետք է ներկվեն, կամ մասամբ պետք է ներկվեն։ Լավ, սա էլ այսպես, այժմ անցնենք սոուսին, ամենակարևորին։ Դատարկում ենք կիտրոնի հյութը, սոխի։ Մարինացված սոխը անմիջապես լցնում ենք մնացած բաղադրիչների վրա։ Սրան ավելացնում ենք մանանեխ։ Ավելացնում ենք աղ, մառանիկ ընկերության աղացած սև պղպեղ և կարծում եմ վերջ։ Խառնում ենք ձիթայուղ, պարտադիր, 2 ճաշի գթալ։ Այ հիմա վերջ, լցնում ենք, խառնում ենք, մատուցում ենք։ Մատուցելիս կարելի է զարդարել թարմ կանաչու տերևներով։ Բազուկով և մարինացված ձկով աղցան։ Խնձոր կլպել, սերմնատուփը հեռացնել, պտղամիսը մանր կտրատել, վրան կիտրոնի մի քանի կաթիլ հյութ ցողել, խառնել, լցնել թասի մեջ։ Մանր կտրատած սոխը մարինացնել կիտրոնի հյութով, աղով և շաքարավազով։ Խաշած կարտոֆիլը մանր կտրատել, լցնել խնձորի վրա, պահածոյացված ոլոր, մարինացված իշխան ձուկ ավելացնել, խաշած բազուկ կտրատել, առանձին ամանի մեջ լցնել, բուսայուղ ավելացնել, խառնել, որ բազուկի կտորները պատվեն բուսայուղով։ Բազուկի կտորները խառնել աղցանի հետ, մարինացված սոխն էլ լցնել։ Սոուսի համար կիտրոնի հյութին մանանեխ, աղ,
սև պղպեղ, ձիթայուղ ավելացնել, հարել, խառնել աղցանի հետ, մատուցելիս զարդարել կանաչու տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք վարսակի ալյուր, կտավատի, արևածաղկի, դդմի սերմեր եւ ընտրյալ հատիկ, համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։